փորձությունը ուղղորդվում է օրհնությամբ եւ պայքարով։ Փորձեմ բացատրել։ Տեսեք անապատում, երբ մեր Տերը Հիսուս Քրիստոս փորձվում էր, սատանան էր եկել փորձում էր իրեն։ Ամենաահարկու պատերազմներից մեկը չարը Քրիստոսի դեմ է վարել, հա։ Բացահայտ պատերազմ, մեկ այդպիսի պատերազմ Հոբին հայտարարեց, Աբրահամին հայտարարեց, բայց ամենահուժկու պատերազմը դեմ առ դեմ։ Չարը սատանան Քրիստոսի հետ մղեց։ Բայց այդ պատերազմի մեջ Քրիստոս այնքան հստակ, գեղեցիկ ու հրաշալի պատերազմեց, մեզ էլ օրինակ թողեց։ Այսինքն, երբ որ դու փորձության պատերազմի մեջ ես, դու պետք է փայլուն լինես, ոսկին ասում է փորձվում է կրակի մեջ, այրվում է ինքը, բայց ժանգն է վառվում։ Ոսկին չի վնասվում, ոսկին չի կարող վնասվել։ Քրիստոս էլ փորձության մեջ փորձվեց, բայց չվնասվեց։ Սատանան ինչ կարար Քրիստոսից անել, ոչ, միայն ինքը վառվեց, ժանգը վերացավ, ինքը վերացավ գնաց։ Ուրեմն այդ փորձության մեջ մենք պետք է բռնենք ոսկին, ժանգը թողնենք։ Հիմա փորձեմ բացատրել, թե ինչ եմ ուզում ասել։ Փորձությունը արտաքին է եւ ներքին։ Ներքինը ուրիշ որակ ունի, ուրիշ բովանդակություն ունի։ Արտաքինը լրիվ ուրիշ բովանդակություն։ Արտաքինը հայտնի է։ Օրինակ Հոբին եղավ արտաքին փորձություն։ Ինչ էր այդ արտաքին փորձությունը, ահռելի մի կծիկ, մի ահավոր տանջանքների հորձանք իր վրա։ Երեխաները մահացան, ամեն ինչ կորցրեց, հետո հիվանդացավ, 7 տարի այդ հիվանդության մեջ եղավ, բայց սա դեռ ամբողջ արտաքինն է։ Ներքին փորձությունը իր բարեկամները եկան ու սկսեցին խեղճ Հոբին հոգով փորձել։ Անընդհատ բզբզեցին ինչքան ժամանակ, անընդհատ, չէ, քո մեղքերի պատճառով է եղել Հոբ։ Հա ես մեղավոր եմ, բայց ախր սենց ո՞ս կլինի։ Հա էլի մեղավոր եմ, բայց այսքան այդ որ մեղքից համար է այսքան եկել, հասկանում ես։ Հոբ իրեն մեղավոր համարում էր, բայց խոհեմությունը չէր կորցրել։ Ինչու են այդ բոլորը փորձություն համարվում Հոբի համար, որտեղ ուզում են ներսից կոտրել Հոբին։ Դրսից չկարողացան կոտրել։ Այսինքն դրսի փորձությունները Հոբին չազդեցին, ներսի փորձությունն ինքը հաղթահարեց։ Իր բարեկամների հետ պայքարի ժամանակ։ Հիմա նույնն էլ մեր կյանքում է լինում։ Դրսի փորձությունը մենք գիտենք, հայտնի է, բարդ բան չկա։ Հիվանդություն, նեղությունը, դժբախտությունը, աղքատությունը, կորուստը, հա։ Սրանք արտաքին փորձություններն են։ Ներսի փորձությունը ավելի վտանգավոր է, դաշույնն է թշնամու թիկունքից, որ խոցում է քեզ։ Այսինքն ներսից ինքը քո մեջ քեզից ուզում է քայքայել։ Չի թողում, որ դու ուժեղ լինես, ամուր լինես։ Քրիստոսի նման փորձության ժամանակ այդ ժանգը թողնես ոսկին պահես։ Այդ դու ժանգին ուշադրություն չպետք է դարձնես, այսինքն մարմնավոր փորձություններին ուշադրություն չպետք է դարձնես, բայց ոսկուն պետք է ուշադրություն դարձնես։ Այսինքն թույլ չտաս, որ չար ներսից քեզ փորձի։ Այ Քրիստոսին այդպես էր, չէ՞ փորձում։ Քրիստոս 40 օր ծոմ պահեց, քաղցը զգաց։ Սա արտաքին փորձություններ։ Ներքին փորձությունը, դե եթե Աստծո որդի ես, այս քարերին ասա թող հաց դառնան կեր։ Դες ոնց նենգությամբ փորձեց։ Այսինքն կասկած գցեց, ասես չէ, գրված է միայն կերակրով չպետք է կերակրվես։ Այսինքն մենք պետք է հստակ դնենք մեզ համար սահման դնենք արտաքին ներքին փորձության։ Չարը միշտ խառնում է այս երկուսը։ Դες ասես եթե Աստծո որդի ես, սոված ես էլ դու Աստծո որդի ես, հենց քարն ասա թող հաց դառնա կեր։ Չէ, ես կամավոր եմ հրաժարվել։ Ճիշտ այդպես էլ մեզ է չարը փորձում։ Հələ դու Քրիստոսն ես, հələ դու ես փորձությունների մեջ
աջ ցախ մեզ խոտորեցնում, շեղում, հասկանում ես, մեզ չի թողում, որ կոնկրետ հստակ տրամաբանենք, հասկանանք, գնահատենք փորձությունը եւ կարողանանք հասկանալ։ Տես հոբին ոնց փորձեցին, ասեցին քո մեղքով, ինչ որպեսի կեղծ խղճահարություն մեջ առաջացնեն։ Որ իսկ մարդը երբ որ խիղճը տանջում է, չէ, ներսից, ու չգիտակցված այդ խղճահարությունը, կեղծ է։ Ինքը կարելի ասել զենքերը վայր է դնում, չի կարողանում փորձությանը դիմանալ։ Չարը հենց այդ մեր խղճի վրա է ազդում, բայց կեղծ ձևով, ինքը ինչ գործնի մեր եւ Աստծո միջև։ Մեր խիղճը մենք ենք ու Աստված։ Ինչ գործ ունի ինքը։ Ոչ մի դեպքում չթողենք մեր եւ Աստծո միջև մտնի ինքը։ Մեր խիղճի հետ ինքը գործ չունի։ Մեր խիղճը մեր Աստված։ Դու ինչ գործ ունես։ Ես խիղճն եմ Աստված, դու ինչ գործ ունես։ Մեղավոր եմ Աստծո դեմ եմ մեղավոր։ Ու գո դեմ մեղավոր չեմ։ Այսինքն մենք մեր մեղքերը պետք է խոստովանենք Աստծո առջև, քահանայի առջև, խիղճը հանգիստ պետք է լինի, եւ որ խիղճը հանգիստ է, դու զոր ես։ Ինչ փորձություն քեզ կարա, ինչը կարող է մեզ հեռացնել Քրիստոսի սիրուց, եւ որ խիղճը հանգիստ է, Քրիստոսի սերն է քո մեջ։ Մահը, կրակը, սուրը, հուրը, ոչինչ չի կարող։ Ուրեմն մենք իմաստուն լինենք, ժանգը թողնենք, ոսկին պահենք։ Փորձության սահմանը, արտաքինն ու ներքինը հստակ ինքնես մեզ դնենք, նստենք, գնահատենք։ Ինչ ասա, որտեղից եկավ, ինչու եղավ։ Իմ մեղքով եղավ, իմ մեղքով չեղավ։ Ինչքանն է իմ մեղքի չափը սրա մեջ։ Այս սրա մեջ ես սղճամ, ապաշխարեմ, խոստովանեմ, սիրով տանեմ փորձություն։ Եթե իմ մեղքի պատճառով է, ուրեմն սիրով եմ տանում, որտեղ դա դեղ է։ Հիվանդություն, ձրի ապաշխարություն, սիրով տանում եմ, փառք Տիրոջը։ Ուրեմն Աստված ինձ սիրում է, ում սիրում է նրան էլ խրատում է, ում չի սիրում չխրատում։ Ուրեմն մենք իմաստուն լինենք փորձության մեջ, սիրով տանենք, ժանգը թողնենք, ոսկին պահենք, արտաքին ու ներքին փորձությունների միջև սահման դնենք։ Աշխատենք, պայքարենք ոչ թե արտաքին փորձության դեմ, այլ ներքին փորձության դեմ։ Արտաքին փորձության դեմ չես կարող պայքարես, շատ չես կարող։ Հիվանդության դեմ ինչ պայքարես, կամ կորուստի դեմ ինչ պայքարես, չես կարող։ Բայց ներքին փորձության դեմ կարող ես պայքարել։ Աղոթքով, ճգնությամբ, սրբությամբ հաղթահարել քո ներքին պայքարը, ինչպես Քրիստոս հաղթեց սատանային եւ մեզ էլ հաղթություն պարգևեց։ Ամեն